Կարոտը շատ դժվար բան է։ Կարոտը հայրենիքի նկատմամբ, կարոտը հարազատների նկատմամբ, կարոտը այն բոլոր տեղերի նկատմամբ, որտեղ դու փոքր ժամանակ գնացել ես, անցել ես։ Ինչու շատ մարդիկ պարզապես չեն վերադառնում հայրենիք։ Հայրենիքը կամ սիրում են, կամ չեն սիրում։ Դա կապ չունի դու որտեղ ես ֆիզիկապես գտնվում։ Ու Ռաֆին ասում էր, չկա հայրենասիրություն առանց հայրենաճանաչողության։ Շնորհիվ այդ երեխաների մենք կարող ենք պահպանել մեր հայրենիքը, մեր փոքրիկ հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երեխաները հանդիպում են իրար հետ, խաղում են իրար հետ, խոսում են հայերեն, որը ամենակարևորն է։ Ես մտքումս ասում եմ, ախ, Երանի այս մարդը մի հատ գա Ամերիկա ու տեսնի ինչքան հեշտ ենք մենք ապրում։ Երանի բոլորը վերադառնային։ Երբեմն որոշ մարդկանց կյանքի ճանապարհը կարող է կտրուկ փոխվել, մարդիկ երբեմն կարող են նույնիսկ որոշումներ կայացնել մշտապես հայրենիքից հեռանալու կամ ժամանակավորապես բնակություն հաստատելու այլ երկրում։ Սակայն այս մարդիկ կարող են հայտնվել քննադատությունների կիզակետում, եթե հանկարծ որոշեն մի օր որևէ կերպ հայրենիքի մասին խոսել թեկուզ սոցիալական հարթակներում։ Ինքս շատ եմ ուսումնասիրել ու տեսել եմ, թե ինչպես են քննադատում մեկնաբանություններում այն բոլոր մարդկանց, ովքեր համարձակվում են որևէ կարծիք հայտնել հայրենիքում տեղի ունեցող որևէ իրադարձության վերաբերյալ։ Սակայն հարցը ունի մեկ այլ տեսանկյուն, իսկ երբևէ մենք փորձել ենք հասկանալ, թե այս մարդիկ հեռանալով հայրենիքից որքանով են օգտակար դառնում հայրենիքին հետագայում, ինչպիսի գործունեություն են ծավալում եւ արդյոք այդ գործունեությունը ի նպաստ հայրենիքի է, թե ոչ, եւ կան շատ մարդիկ, ովքեր հաճախ մնում են ստվերում, չնայած որ նրանք արժանի են, որպիսի բոլորը ճանաչեն եւ իմանան, թե թեկուզ այն չնչի ներդրումը, որ նրանք կատարում են հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես կարող են նպաստել հայրենիքում որևէ բնագավառի, որևէ նույնիսկ մարդու կամ ընտանիքի կյանքի բարեփոխմանը։ Ցանկացած գործ, որ այստեղ արվում է, ոչ թե արվում է նրա համար, որ այս մարդը ձեռք բերի անուն, համբավ կամ որ բոլորը իմանան նա ինչ-որ բարի գործ է կատարել, այլ դա արվում է բացարձակապես միայն մի բանի համար, որովհետև այս մարդիկ ապրելով, աշխատելով, արարելով հայրենիքից դուրս կարող են պաշտել հայրենիքը նույնիսկ ավելի, քան այն մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքում։ Եվ այսօր ես որոշել եմ ձեզ ցույց տալ այդպիսի մարդկանցից մեկին, ով Վեգասում ապրելով տասնյակ տարիներ բազմաթիվ բարեգործություններ է կատարել առանց երբևէ դրանց մասին բարձրաձայնել։ Երբ ես նրան առաջարկում էի խոսել այս թեմայով, նա ոչ մի կերպ չհամաձայնեց, որ ինքը դրանց նախաձեռնողը կարող է լինել։ Նա ամեն անգամ ինձ պատասխանում էր, դա ոչ թե իմ, այլ դա ամբողջ համայնքի նախաձեռնությունն է, եւ ես միանշանակ համաձայնեմ այս ասվածի հետ, սակայն միևնույնն է, որքան էլ համայնքը պատրաստական լինի, մեկը պետք է որ նրանց կկարողանա միավորել ու համախմբել։ Երբեմն կարող են լինել նաև այնպիսի դեպքեր, որոնք պահանջում են այս համախմբումը, եւ խոսքն այստեղ կարող է լինել նաև պատերազմական գործողությունների մասին, որոնք տեղի ունեցան Հայաստանում եւ որի ժամանակ Սփյուռքը ամուր կանգնած էր հայրենիքի թիկունքին։ Հենց այս թեմաների մասին էլ խոսելու ենք այսօր Արմինե Շահվերդյանի հետ։ Գնացինք։ Արմինե ջան, շնորհակալ եմ շատ, որ համաձայնեցիք այս մի փոքր զգայուն թեմայի մասին ինձ հետ խոսել, որովհետև ես ճիշտ է վերջերս եմ տեղափոխվել այստեղ, բայց արդեն շատ բան եմ հասցրել տեսնել, որը ժամանակ առ ժամանակ ինձ մեծ ցավ է պատճառում եւ դրա համար ցանկանում եմ, որ մի փոքր բարձրաձայնենք նաեւ այս խնդիրների մասին։ Բարև Մարիանա ջան, շատ շնորհակալություն։ Եթե կարող եմ ինչ-որ մի իմ զրույցով քեզ մի քիչ քո հիասթափությունից հանել, ես միայն կլինեմ երջանիկ դրա համար։ Մասնավորապես ասեմ, թե ինչն է ինձ համար ցավոտ եւ երբեմն նաեւ հիասթափեցնող։ Այստեղի մարդկանց հետ շփվելով ես տեսնում եմ, որ նրանք ծայրաստիճան հայրենասեր են եւ հայրենասիրությունը չի չափվում հեռավորությամբ կամ բնակության սահմաններով ու վայրով։ Կարծում եմ, որ ինչքան էլ մարդը հեռու ապրի հայրենիքից, կարող է քառապատիկ ավելի սիրել հայրենիքը, քան այն մարդիկ, ովքեր որ ապրում են այնտեղ եւ իհարկե համատարած չէ, բայց երբեմն նաեւ ներսից քայքայում քանդում են հայրենիքը իրենց բացասական քայլերով։ Այս ամենի ֆոնին, երբ տեսնում եմ օրինակ համացանցում ինչ որ մի իրադարձություն է տեղի ունեցել ու տեղի հայերից մեկը փորձել է կարծիք հայտնել, հայաստանաբնակ հայերը միանգամից կարող են շատ ծայրաստիճան վիրավորական բառեր գրել, ասելով, որ դուք ձեզ համար հանգիստ ապրում եք այնտեղ, մի խառնվեք մեր հայրենիքի գործերից, որը որ
բոլորիս է հուզում եւ անհանգստացնում, երբ որ մենք փորձում ենք օգնել մեր հայրենիքին, բայց որոշ մարդիկ դա ուրիշ ձև են մեկնաբանում։ Գիտեք, մենք չենք կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ ասել ոչ, մենք այսպես ենք անում, որովհետեւ ոչ, դա հնարավոր չի։ Գիտես Մարիանա ջան, հայրենիքը կամ սիրում են կամ չեն սիրում։ Դա կապ չունի դու որտեղ ես ֆիզիկապես գտնվում։ Եթե լուրերով լսում ես, տեսնում ես հայրենիքում խնդիր կա, դա քեզ ցավ է պատճառում, դա նշանակում է դու անկախ նրանից, որ ապրում ես իմ օրինակով ասեմ 2007 թվականից Լաս Վեգասում, դա ոչ մի կապ չունի։ Ես շատ ցավագին եմ տանում ամեն մի վատ լուր, շատ ուրախանում եմ ամեն մի լավ լուր լսելով, որ իմ հայրենիքում թեկուզ բացվել է ինչ-որ մի գործարան, թեկուզ բացվել է նոր ինչ-որ մի թեկուզ ռեստորան։ Ես իրոք շատ եմ սիրում իմ երկիրը, իմ հայրենիքը, եւ անկախ նրանից որտեղ եմ գտնվում, ես իրոք ապրում եմ իմ երկրում։ Մարիանա ջան, եւ երբ որ դու ասում ես, որ Հայաստանում ապրող մարդիկ ասում են, ձեզ մոտ շատ հեշտ է, ձեզ մոտ շատ ավելի հանգիստ է կյանքը։ Միգուցե, երբ որ ներկա չես գտնվում մի վայրում, քեզ համար դժվար է հասկանալ արդյոք ինչպես է այդտեղ ապրելը, ինչպես է այդտեղ աշխատելը։ Պատկերացրու շատ հաճախակի, երբ որ ես հնարավորություն ունեմ վերադառնալ Հայաստան, որտեղ ես ունեմ ընկերներ, ունեմ հարազատներ, երբ որ ժամանակ առ ժամանակ ես նման արտահայտությունը լսում եմ, ես մտքումս ասում եմ, ախ, Երանը այս մարդը մի հատ գա Ամերիկա ու տեսնի ինչքան հեշտ ենք մենք ապրում։ Ու երբեք ես չեմ ասում, չէ, մեզ մոտ դժվար է, չէ, մեզ մոտ թանկ է։ Ես ուղղակի ասում եմ, շատ կուզեմ մի հատ գաք մեզ մոտ ու հետ գնաք։ Պատկերացրեք, որ շատերը, երբ որ գալիս վերադառնում են, հետո ասում են, իրոք, ձեզ մոտ էլա բարդ։ Հեռվից հեռու շատ հեշտ է ամեն ինչ թվում։ Ուղղակի այս ամեն ինչի կողքին, երբ որ մենք կարող ենք նրանց ասել, որ այստեղ էլ կան բարդություններ, հարթ չէ, հեշտ չէ, հնչում է այն հարցը ամենատարածված, ինչու եք մնացել այդտեղ։ Ես ուզում եմ նաև պատասխանեք այդ հարցին, թե ի վերջո ինչու շատ մարդիկ վերջնականապես տեղափոխվում են Միացյալ Նահանգներ։ Շատ շատերը նույնիսկ ինձ համար դա շատ զարմանալի էր, բայց հանդիպել եմ մարդկանց, ովքեր ասում են 30 տարի առաջ գնացել եմ Հայաստանից եւ այլևս չեմ վերադարձել։ Շատ շատերն էլ պարզապես սիրում են հայրենիքը, գնում են այնտեղ, պարտադիր տուն են առնում Հայաստանում, որը եւս կարծում եմ ներդրում է Սփյուռքի կողմից, որովհետեւ մեծ մասը այստեղ բնակվող մարդկանց Հայաստանում տուն է առնում եւ դա ինչ է նշանակում, որ միգուցե մարդիկ այստեղ են ապրում դեռևս, բայց հետ գնալու կամ այնտեղ ապրելու բացառում չկա նրանց կյանքում։ Շատ հավանական է, որ պարզապես մի օր վեր կենան եւ հետ գնան, որտեվ դա մերն է, մեր հայրենիքն է, ոչ մեկի սեփականությունը չէ։ Բայց այստեղ էլ հարց է հնչում, բա ինչու եք մնացել այդտեղ։ Ես կցանկանամ, որ դուք որպես այստեղ տարիներ արդեն ապրած մարդ, պատասխանեք, եթե ունեք պատասխան այն հարցին, թե ինչու շատ մարդիկ պարզապես չեն վերադառնում հայրենիք, ընդհանրապես չքաղաքականացնելով այս հարցը։ Իհարկե, ամեն մարդ ունի իր բացատրությունը։ Ինչու չի վերադառնում, կամ ինչու 30 տարի Հայաստանից եկել է Ամերիկա կամ Եվրոպա, կապ չունի որտեղ չի գնացել։ Ես ինքս չեմ պատկերացնում։ Երբ որ ես եկել եմ Ամերիկա, որովհետև ես ամուսնացել եմ, եւ ասեմ ապրել եմ միանգամից Լաս Վեգասում, չեմ ապրել Լոս Անջելեսում, որտեղ ավելի շատ հայություն կար, որտեղ ավելի շատ հեշտ էր ու մի փոքրիկ բան ասեմ, որը որ շատ հիմա որ հիշում եմ, շատ ծիծաղելի էր, երբ որ ես նոր եկել էի, այս քանակությամբ հայ չունեինք։ Կային իհարկե, բայց ոչ այնպես ինչպես որ հիմա է։ Երբ որ ես խանութում լսեցի հայ լեզուն, ես անկախ ինձանից իրանց հետևից էի գնում ու ամուսինս ասեց՝ ուր ես գնում, ասեցի մի հատ մոտենանք բարևեմ էլի, որովհետև կարոտը կա։ Կարոտը միշտ էլ կա։ Միջև անգամ երբ որ դու վերադառնում ես Հայաստան 1 ամսով, 2 ամսով, նորից գալիս ես Ամերիկա, այդ կարոտը կա։ Իսկ ինչու չենք վերադառնում, որովհետև փոխել են կարգավիճակը։ Ամուսնացել եմ, երեխաները ծնվել են այստեղ, գնում են դպրոց, սովորում են։ Ես ունեմ իմ աշխատանքը, ամուսինս ունի իր աշխատանքը։ Ասեմ ավելին, ծնողներս են տեղափոխվել այստեղ, երբ քանի որ ինձ պահ կար շատ մեծ կարիք ունեի օգնության, քանի որ ոչ մեկ չունեի եւ երեխաներիս մեծացնելու, օգնելու կարիք կար։ Այո, լքելով իրենց հայրենիքը, այո, շատ ծանր էր, դժվար էր իրենց։ Բացի դրանից, ասեմ, շատ մարդիկ լինելով հեռու հայրենիքից օգնում են հայրենիքին։ Միգուցե դա պատճառներից էլ մեկը դա է, մտածում են, եթե ես լինեմ այնտեղ եւ չկարողանամ օգնել։ Միգուցե
կարոտով, դժվարություններով անցնելով, բայց շարունակեմ օգնել իմ հայրենիքին։ Շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք, չէ, մենք սիրում ենք մեր հայրենիքը, չէ, մենք ապրում ենք մեր հայրենիքով։ Հնարավոր չի դա բացատրել։ Չնայած ես ասեմ, երևի թե 44 օրյա կռվից հետո շատերն են կարծիքը փոխել, որ այո, մենք ուրախ ենք, որ մեր հայրենակիցները ապրում են Ամերիկայում, հիշում են մեզ, օգնում են մեզ, որովհետև այո, ես էլ շատ ընկերներ ունեմ, որ վերադարձել են Հայաստան, աշխատանքներ են դրել այնտեղ, աշխատատեղեր են բացել, ինչ պատճառներով վերադարձել են։ Մտածել են իրենց երեխաները այստեղ չեն ուզում, որ մեծանան, ուզում են հայրենիքում մեծանան։ Բայց միևնույն ժամանակ ապրելով Ամերիկայում, մենք էլ երեխաները համախմբվում են, փորձում են միասին իրար հետ խմբեր կազմել։ Թեկուզ եկեղեցիում ունենք երիտասարդների խումբ, որը կոչվում է ACY-ով։ Երեխաները հանդիպում են իրար հետ, խաղում են իրար հետ, խոսում են հայերեն, որը ամենակարևորն է։ Այո, Մարիանա ջան, բարդ է օտար երկրում մեծացնել հայրենիք սիրող երեխաները։ Ես իմ տղաներին ասում եմ, դուք ծնվել եք Ամերիկայում, բայց դուք հայ եք։ Ռաֆին ասում էր, չկա հայրենասիրություն առանց հայրենաճանաչողության, ու դա կարծում եմ այստեղ ամենամեծ խնդիրն է հայ մարդու, որ իր երեխան ճանաչի հայրենիքը, շատ հաճախ նաև առանց այցելելու հայրենիք։ Ես վերջերս այստեղ երեխաների շրջանում մի փոքր հարցում անցկացրի, հարցնում էի, թե եղել եք Հայաստանում երբևիցե, տեսել եք Հայաստանը, ու այն երեխաները, ովքեր եղել էին Հայաստանում, իսկապես նրանց ոգևորությունը վարակիչ էր մյուսների համար, ովքեր որ չէին եղել, բայց ես ընդհանրապես տարբերություն չզգացի բոլոր նրանց միջև, ովքեր եղել են եւ նրանք, ովքեր չեն եղել, հավասար նրանք ճանաչում են հայրենիքը, հավասար գիտեն մեր բոլոր խորհրդանիշերը, հավասար գիտեն, թե ինչ է Հայաստանը հայ մարդու համար։ Եվ կարծում եմ դա իսկապես նշանակություն չունի նրանք եղել են, չեն եղել, մի օր կլինեն անպայման, որովհետեւ բոլորի երազանքներում ես տեսա դա, կա հայրենիքը տեսնելու, այնտեղ ապրելու մեծ ցանկություն շատ երիտասարդների մոտ։ Ու դա պատահական չի, որովհետև ինչպես նշեցիք, նրանք այստեղ են ծնվում, նրանք կարող են բացարձակ պատկերացում չունենալ հայրենիքի մասին, բայց քանի որ նրանք ստույգ ճանաչում են եւ երբեմն ավելի լավ, քան կարելի էր ակնկալել, դա նշանակում է, որ այո, ծնողները ամեն կերպ սովորեցնում են նրանց, որ դուք պետք է լինեք հայ եւ հավատարիմ մնաք այդ հայի կոչմանը։ Բավականից մեծ աշխատանք կատարվում է հայ դպրոց ունենալը, հայոց լեզու դասավանդելը, երեխաներին պատմություն։ Բնական է, օտար երկրում ապրելով երեխաները այն մանրամասնությունը չեն իմանում, ինչ որ Հայաստանում կատարվում է, բայց կարևորագույն պահերը, կարևորագույն տոները, բոլոր այն պահերը, որոնք պետք է երեխաները իմանան, մեր հայ առաքելական եկեղեցու դպրոցը այդ ամենը տալիս է մեր երեխաներին։ Իմ տղաներն էլ են հաճախել դպրոցը։ Այս տարի մենք ունենք շատ մեծ քանակությամբ նոր երեխաներ, որոնք եկել են մանկապարտեզից մինչև դպրոցի տարիքի, եւ դա միայն ուրախացնում է։ Իրոք դա միայն ուրախացնում է, որովհետեւ շնորհիվ այդ երեխաների մենք կարող ենք պահպանել մեր հայրենիքը, մեր փոքրիկ հայրենիքը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բարդ է, բայց ամեն մեկս մեր փոքրիկ քայլերով, մեր փոքրիկ ներդրումներով մենք պետք է դա անենք, որտեղ դա մեր երեխաների ապագան է։ Ոչ մի ծնող չի կարող ասել, իմ երեխան ապրելու է Հայաստանում, ծնվելով Հայաստանում։ Ոչ մի ծնող չի կարող ասել, իմ երեխան ապրելու է Ամերիկայում կամ Եվրոպայում։ Ոչ մեկ չի կարող ասել ոնց կդասավորվի քո երեխայի կյանքը, բայց սովորեցնել երեխային խոսել, մտածել, սիրել հայրենիքը, դա յուրաքանչյուր ծնող պետք է դրա մասին մտածի եւ փորձի այդպես ապրի։ Հույսով եմ, որ մեր իրականությունը եւ այն մարդիկ, որոնք մտածում են, եթե դու հայրենիքում չես, ուրեմն դու չես սիրում հայրենիքը, վերջի վերջո իրենք կփոխեն իրենց կարծիքը, որտեվ նորից եմ ասում, 18 տարի լինելով հեռու հայրենիքից, ես ապրում եմ իմ հայրենիքով։ Հետաքրքիր է նաև մի բան, որ այս մարդիկ, ովքեր այսպես խոսում են, առանձին զրույցներում միշտ փաստում են, որ եթե իրենք մի օր շահեն գրին քարտ, հաստատ բաց չեն թողնի այդ հնարավորությունը։ Բայց երբ որ նայում են, որ դիմացինը ունեցել է հնարավորություն եւ գնացել է հայրենիքից, բայց
չես կարող ասել նա մշտապես գնա ժամանակավոր գնաց, պատրաստ են քար նետել միանգամից, ինչը շատ ցավոտ է, երբ ես տեսնում եմ, որովհետև ես միշտ ասում եմ, որ ես վերջին բնակիչն եմ լինելու Հայաստանի, ես երբեք չեմ գնա Հայաստանից։ Երբեք մի ասա, երբեք։ Եվ ես հիմա էլ եմ դա ասում, այսինքն եթե ես այս պահին կյանքի այս փուլում ես օգտվել եմ հնարավորությունից կյանքի ինձ եռած ու փոխել եմ իմ բնակության վայրը, դա ընդհանրապես չի նշանակում, որ ես իմ մեջ վերջակետ դրեցի հայրենիքի մասին բոլոր պատկերացումներին ու գնացի։ Ինչու եմ ինձ վրա պրոյեկտում, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ, չնեղացնեմ, բայց ես վստահ եմ, որ շատ շատերը այս խոսքերի տակ տեսնում են իրենց, որ շատ շատերը իրենց երբեմն մեղավոր զգում եւ այդ մեղքի զգացումը մեծապես գալիս է հենց սոցիալական այդ քարկոծող վերաբերմունքից։ Եթե այլ տեսանկյունից նայում են սփյուռքը օգնում է, դա շատ լավ է, ծափահարում են սփյուռքի, շատ հաճախ սփյուռքը օգնում է առանց բարձրաձայնելու։ Ես գիտեմ, որ դուք ինքներդ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ նախաձեռնությամբ եք հանդես եկել, միավորել եք ամբողջ համայնքին, բայց դա որևէ տեղ, որևէ տողով չի գրվել։ Մարիանա ջան, դա արվել է ոչ ծափահարության համար, ոչ բարձրաձայնելու համար, ոչ էլ արվել է ինչ որ մի պատճառով, դա արվել է, որովհետև այդ պահին այդպես էր պետք։ Որովհետև յուրաքանչյուր դա ես մենակ չեմ արել, ես առաջարկել եմ, ինձ միացել են, պատկերացրեք բավականին հիասթափություն ապրելուց հետո մենք նորից համախմբվեցինք եւ որոշեցինք, որ մի փոքրիկ ասեմ, ես շատ չեմ ուզում խոսել սրա մասին, ուղղակի մի փոքրիկ ասեմ պատճառը որն էր եւ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, որոնք իրոք վստահելով միացել են մեր ծրագրին, որտեղ դա տևել է ընդամենը 6 ամիս։ Երբ որ մենք 20 ընտանիք վերցրել ենք եւ օգնել ենք եւ այդ ընտանիքների զոհված զինվորների, հերոսների բոլորի նկարները մատուռում մենք առանձին փակցրել ենք։ Զուտ այդ պահին պետք էր այդպես անել, որովհետեւ բոլորը ցավի մեջ էին, բոլորը ծանր վիճակի մեջ էին, որը երեխա էր կորցրել վիճակի չէր աշխատելու, որը հայր էր կորցրել իր վիճակի չէր երեխա պահելու եւ մենք ուղղակի այդ պահին փորձեցինք մի փոքրիկ օգնել։ Իհարկե շատ բարդ էր, երբ որ 3-4 օրվա հողարկավորված զինվորի ծնողին զանգում ես եւ տվյալներ ես ուզում, որպեսզի կարողանաս գումար ուղարկես։ Դա շատ ծանր էր։ Բայց այդ պահին դու մտածում ես, որ կա մարդ, որի համար ավելի ծանր է այդ պահը։ Ինձ համար կրկնակի դժվար էր, որտեղ եղբորս տղանել էր զինվորական պարտավորություն անցկացնում Արցախում, Երանի բոլորը վերադառնային, բայց եղավ ինչ որ եղավ։ Եթե մեր օգնությունը ինչ որ մեկը մտածում է, որ արվել է նրա համար, որովհետև ցույց են տալիս, որ օգնում են, ես չեմ պատրաստվում այդ մարդկանց կարծիքը փոխել։ Ամեն մարդ ունի իր կարծիքը եւ ինքը կարող է արտահայտի իր կարծիքը։ Իրոք կան մարդիկ, որոնց համար միևնույն է։ Ու ես առնչվել եմ այդ մարդկանց հետ այդ օրերին։ Ասում էի, զինվորը գիշերը չի քնել, առավոտն էլ պետք է հաց ուտի։ Առավոտը չի քնել, գիշերը պետք է գնա նորից պաշտպանի իր երկիրը։ Եթե կարող ենք, օգնենք, եթե չենք կարող, ոչ մի խնդիր չկա։ Ես ուղղակի հույսով եմ, որ մեր երկրում էլ նման դեպք տեղի չունենա։ Օգնենք մեր երկիրը շենացնելու համար, օգնենք մեր երկիրը լավ օրերի համար։ Չեմ ուզում երկիրը օգնենք կռվի համար, փոխհավաքելու համար, Մարիանա ջան։ Ես նույնպես մեծ հույս ունեմ, որ այսուհետ հայրենիքում կատարված ցանկացած ներդրում լինելու է ի նպաստ հայրենիքի տնտեսական զարգացման, արդյունաբերական զարգացման, անշարժ գույքի շուկայի զարգացման, որովհետև դա իսկապես մեծ ուրախություն է պարգևում, երբ ես տեսնում եմ, թե այստեղից մարդիկ ինչպիսի ոգևորությամբ են գնում Հայաստան, հետ գալիս պատմում, որ այնտեղ գնեցի տուն, այնտեղ գործ եմ սկսել, այսքան մարդու աշխատատեղ եմ ապահովել, եւ դա ինձ համար իսկապես շատ ոգևորիչ է։ Այսօրվա մեր փոքրիկ զրույցը միգուցե շատերի մոտ, ինչպես դուք եք ասում, այո, ոչինչ չփոխվի, եւ նրանք շարունակեն մտածել, որ այստեղ ամեն ինչ շատ հարթ է, որ
հայրենիքը միայն իրենց է պատկանում, բայց միգուցե շատ մարդիկ էլ փորձեն մտածել, որ պետք չէ այդպես արտահայտվել այսուհետ։ Կարոտը շատ դժվար բան է։ Կարոտը հայրենիքի նկատմամբ, կարոտը հարազատների նկատմամբ, կարոտը այն բոլոր տեղերի նկատմամբ, որտեղ դու փոքր ժամանակ գնացել ես, անցել ես։ Երբ որ դու ապրում ես Հայաստանում, քեզ համար Հայաստանը, թեկուզ այդ պատմական տեղերը նորմալ է, դա քո երկիրն է։ Բայց երբ որ դու Հայաստանից դուրս ես մի քանի տարի, գնում ես ուզում ես ամեն մի այդ պատը ձեռք տաս, ամեն մի այդ խաչը համբյուրես, որտեվ այդ կարոտը, իրոք դա շատ խորը մի ցավ է, որը որ ամեն մարդ մի ձև է կարողանում արտահայտել իր ցավը։ Ես օրինակ, ասեմ, ամեն անգամ, երբ որ նայում եմ հայկական ալիքները, հայկական ֆիլմերը, ես երբեք չեմ կարողանում անտարբեր։ Անկախ ինձանից ես հուզվում եմ։ Չնայած ես օրինական եմ, ապրում այստեղ, ես կարող եմ յուրաքանչյուր պահին գնալ, բայց ամեն անգամ, երբ որ գնում եմ Հայաստան, ես գնում եմ մեր գեղեցիկ վայրերը, այդ կանաչը, այդ հայրենիքի հոտը, դա իհարկե ամեն մարդու, նորից եմ ասում, ամեն մարդու հոգու մեջ պետք է լինի։ Դրսևորվում Սփյուռքի կապը Հայաստանի հետ, որը չի երևում, մնում է ստվերում, բայց մենք ուզում ենք, որ երևա, որովհետև Սփյուռքը շատ ուժեղ կանգնած է հայրենիքի կողքին, որի մասին ուզում եմ դուք խոսեք, ու նաև մի փոքր ներկայացնեմ մեր հետևորդներին, ովքեր չգիտեն, որ ձեր անմիջական նախաձեռնությամբ կառուցվել է մատուռը, հիշատակի։ Եկեղեցում ունեինք իհարկե մի մատուռ, որը որ օգտագործվում էր միայն մոմավառության ժամանակ։ Եվ ցավոտ թեմա է իհարկե, շատ ծանր թեմա է ինձ համար, բայց քանի հարց տվել ես, իհարկե դա միայն իմ ուժերով չէր։ Դա 5 տարի առաջ ամբողջ մեր համայնքը, ամբողջ մեր հայ համայնքը, ովքեր որ անցան այդ ծանր օրերի միջով, համաձայն էին, որ մենք պետք է մեր երիտասարդ երեխաներին, որոնք անկախ նրանից, թե երբ մահացան, երբ զոհվեցին, նրանք հերոս են։ Եվ մենք հնարավորին չափով փորձում էինք, որպեսզի նրանց երբեք չմոռացվեն, նրանք երբեք չմոռացվեն, ոչ մեկ նրանց չմոռանա։ Եվ մի այդպիսի փոքրիկ միտք առաջացավ, որը որ արտացոլվեց միտքը եւ կառուցվեց մի փոքրիկ մատուռը, որը որ դա մեր սրբավայր է։ Եկեղեցու մեջ եւս մեկ սրբավայր, որտեղ մեր երեխաների նկարներն են, մեր հերոսների նկարներն են, որոնք երբեք չեն մոռացվի։ Քանի որ 5 տարի առաջ է սկսվել մեր երկրորդ Արցախի պատերազմը, նորից վերադառնամ այդ թեմային, որովհետև կուզեի այդ մատուռի մասին խոսեի, որովհետև ինչքանով ես տեղյակ եմ, դա միակն է եւ Ամերիկայում եւ Եվրոպայում, որ եկեղեցու մեջ կա մի փոքրիկ տենց հիշատակ մատուռ։ Եվ պատկերացրեք, ամեն անգամ եկեղեցի գնալով, երբ որ ես տեսնում եմ մեր երիտասարդ երեխաները, մեր մանուկները, ծնողների հետ մտնում են այդ մի փոքրիկ սրբավայր եւ մոմ են վառում, ինձ թվում է դա քիչ բան չի։ Օտար երկրում ապրելով, երեխաների մեջ դասիրակելով սերը, երեխաների մեջ դասիրակելով հարգանքը, այն մարդկանց նկատմամբ, որոնք կյանք են նվիրել։ Միգուցեև որոշ մարդիկ մտածում են, որ ոչինչի համար, բայց նրանք կյանք են նվիրել հանուն այս երեխաներին, որ այս երեխաները հիշեն, որ այս երեխաները չմոռանան, եւ իմ համար դա շատ կարեւոր է, եթե դու մոռանաս քո անցյալը, բնական է դու երբեք ապագա չես կարող ունենալ։ Նաև գիտեմ, որ հայրենիքի մասունքներ եք բերում այստեղ եւ ուզում եմ ցույց տալ նաև ձեր այգու։ Մենք ունենք այգում, այո, Նռանծառ։ Ձեր տան մի քանի գեղեցիկ նկարներ, որ ես արդեն հասցրի տեսնել, կխնդրեմ, որ ցույց տաք։ Ես կուզեմ, որ մի նկարը անպայման ձեզ ցույց տամ, որը որ եղբոր որդին է նկարել, Ղազանչեցոց։ Մեր Շուշիի Ղազանչեցոց, որը որ ես երբեք չեմ փոխի այդ արտահայտությունը։ Դա մեր Շուշին եղել է եւ մնալու է։ Եվ շատ հետաքրքիր է, երբ որ տխուր դեպքերը տեղի ունեցան եւ ես եղբորս տղային խնդրեցի, ասի, եթե ես քեզ խնդրեմ, դու կնկարես իմ համար Ղազանչեցոց, ես ուզում եմ իմ տան մեջ լինի այդ նկարը։ Ասեց կնկարեմ, բայց իմ պատկերացումով։ Եվ երբ որ ինքը նկարեց, վերջացրեց, հաջորդ օրը
Facebook-յան ինչ որ իմ ընկերներից մեկը իր էջում դրել էր, որ արդեն ամբողջովին վերակառուցվել է մեր Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց ես շատ ուրախ եմ, որ իմ տան մեջ ունեմ այդ մեր գեղեցիկ, հիասքանչելի Ղազանչեցոց եկեղեցի նկարը, եկեղեցու նկարը։ Հայրենիքը բերել եք ձեր այգի։ Հայրենիքը բերել ենք մեր այգի, այո, ունենք 2 նռան ծառ, որոշել ենք մեկը մի տղայի ծնվելու ժամանակ, մյուսը մյուս տղայի ծնվելուց հետո ենք դրել ծառերը։ Մի հայրենիքի մի փոքրիկ մասը, որպեսզի մեր տան մեջ լինի, եւ բնական է, դա կարոտը չի կարող մեղմել, բայց ամեն դեպքում չգիտեմ, նուրը ասում են դա ավելի շատ հայկական խորհրդանիշ, դե դրա համար էլ ունենք հայկական խորհրդանիշ մեր տան մեջ։ Շնորհակալ եմ շատ մի պահ մեզ հայրենիք տանելու, հայրենիքից նորից հետ բերելու համար։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար, որովհետև Հայաստանն ինձ համար, հայրենիքն ինձ համար այն արցունքի կաթիլը չէ քարտեզի վրա, ինչպես ասում է Հովհաննես Գրիգորյանը, այն ինձ համար, ինչպես դուք նշեցիք, իմ ներսում ապրող մեծ սերն է, որի մասին ընդհանրապես երբեմն կարիք էլ չկա խոսելու։ Մարիանա ջան, շնորհակալություն, որ այցելեցիր ինձ մոտ, որովհետև անընդհատ խոսելով հայրենիքի մասին, Հայաստանի մասին, միայն ու միայն սեր է տալիս, ուրախություն է տալիս եւ հույս է տալիս։ Եվ ուզում եմ ասեմ, որ հայրենիքը դա մեզ համար մի հիշողություն է, ապագա, ներկա եւ անցյալ։ Երբեք չենք մոռանալու, երբեք չենք կարող մոռանալ ով ենք, ինչ ենք եւ մեր երեխաները ապագայում ով են դառնալու։